Եղեգնաձորի այս հուշահամալիրի պատվանդանին կանգնած տանկը, որը մայիսյան հաղթանակների խորհրդանիշն է, հերոսական կենսագրություն ունի։ Մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, Արցախյան ազատամարտին։ Երբ Նախիջևանի կողմից ադրբեջանցիները գնդակոծում էին Խաչիկ գյուղը, տանկը երկրորդ անգամ տեղափոխվեց մարտի դաշտ եւ կրկին հաղթանակած վերադարձավ։ Մայիսյան հաղթանակների օրերին վետերաններ, երկրապահներ հավաքվում են այստեղ ու հիշում հերոսական օրերը, կորցրած ընկերներին։ Վայոց ձորի մարզը շուրջ 130 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ադրբեջանի հետ։ Արցախյան ազատամարտում Վայոց ձորցի կամավորականների ներդրումը մեծ է եղել։ Այս օրերին էլ երկրապահների մեծ ջոկատ է գտնվում Ջաբրայիլում։ 15 օրից հետո նորից մենափոխ կանենք, այնպես որ եղեգնաձորցիները, մայկեցիները, եղեգնաձորցիները միշտ եղել են առաջնագծում, այնպես որ միշտ իրենց ներդրումն են ունեցել մեր հայրենիքի պաշտպանությանը։ Մեր զինվորների մաղթում ենք ուժ, գորով, եռանդ, թող մեր զինվորները իմանան, որ մենք Արցախյան ազատամարտի վետերաններս իրանց կողքին ենք։ Հուշահամալիրի հարևանությամբ անցկացվում է շախմատի առաջնություն, նվիրված մայիսյան հաղթանակներին։ Շախմատը սիրված մարզաձև է Եղեգնաձորում։ Տարիներ առաջ, երբ այս սպորտաձևը դեռ նոր էր զարգանում քաղաքում, թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը առաջնորդարանի շենքում շախմատի սենյակ կահավորեց։ Այսօր էլ թեմը շարունակում է աջակցել սպորտաձևի զարգացմանը։ Անցյալ տարվանից սկսած շախմատի մրցույթները մեծահասակների համար կազմակերպում ենք մեր եկեղեցիներում, լեռների, գագաթներին ծվարած եկեղեցիներում, որտեղ շատ քիչ են ուխտավորները, որտեղ ոտքով հաճախ պետք է բարձրանալ եւ ոգևորությունը մասնակիցների շատ մեծ է։ Շախմատի մրցաշարը 2 փուլով է անցկացվում։ Նախորդ օրը մրցեցին ավագ շախմատիստները։ Եվրոպայի առաջնության ենք արդեն մասնակցել, Հայաստանի առաջնությունում մի հոգի ունենք, այս տարի մինչև 16 տարեկանների երրորդ տեղը գրավել Հակոբյան Հակոբը ու պետք է մասնակցի Եվրոպայի առաջնություն։ Լևոնն ամենափոքրիկ մասնակիցն է, 2 տարեկան, շատ է սիրում շախմատը։ Եկել է եղբորը քաջալերելու, մրցավարը նրան էլ է խաղատախտակ տրամադրել, միայն թե փոքրիկն իր օրենքներով է խաղում։ Տաղանդավոր երեխաներին պետք է փնտրել լեռնային գյուղերում, մարզիչն է ասում։ Լեռներում են ծնվում սուր միտք ու կուռ տրամաբանություն ունեցող երեխաներ։ Շախմատը տրամաբանության խաղ է։ Եթե լավ ես մտածում, հաղթում ես, եթե չէ, ոչ։ Կարևորը մտածելը, հաշվարկելը, որ մի քանի քայլ կարողանաս հաշվարկել։ Շախմատը առաջին հերթին պահանջում է համբերություն, պետք է ուշադիր խաղաս, հաշվարկես, մի քանի քայլ առաջ մտածես եւ չհուսահատվես պարտվելուց, միշտ առաջ նայես։ 14-ամյա Սիրանուշը Հայաստանի շախմատի առաջնության տարբեր մրցաշարերի մասնակից է։ Վրաստանում Եվրոպայի առաջնությանը մեծ հաջողություն է գրանցել։ Այս մրցաշարին էլ նա կարծես առավելություն ունի հակառակորդի նկատմամբ, իսկ հաղթանակը հստակ հասցեատեր ունի։ Մեր զինվորներին, ովքեր կանգնում են առաջի գծում եւ պահում են մեր սահմանները։ Բոլոր մրցաշարերն այստեղ սկսվում եւ ավարտվում են աղոթքով ու օրհնության խոսքով։ Պարտվողները չեն հուսահատվում, իսկ հաղթողները չեն հպարտանում, ասում է Տեր Վազգենը։ Կարևորը արժանապատիվ մրցակցությունն է։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։